Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ լապարասկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին։ Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ևս պրոստատեկտոմիաներն իրականացվում են լապարասկոպիկ եղանակով։ Այժմ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Ֆանարջյանը եւ բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը ծառայությունում ներդնում են բուժման եւ վիրահատական նոր ուղեցույցներ եւ մեթոդներ։ Բաժանմունքի ուրոլոգները մշտապես վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկաներում։ Վերջերս Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգների թիմին է միացել երիտասարդ բժիշկ Արման Ծատուրյանը, որը 2020-22 թվականներին աշխատել է Հունաստանի Պատրասի համալսարանական կլինիկայում որպես ուրոլոգ, հույն գործընկերների հետ կատարել լապարասկոպիկ վիրահատություններ։ Չեխիայի, Գերմանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի եւ մի շարք այլ երկրների հայտնի կլինիկաներում բազմակի վերապատրաստումներ անցած բժշկական գիտությունների տեխնացու Արման Ծատուրյանի համար Հունաստանում ձեռք բերած աշխատանքային փորձը հայրենիքում կիրառելու համար էր։ Երբ որ ես մեկնեցի Հունաստան ու տեսա առնչվեցի հիվանդների հետ, ովքեր որ վիրահատվում էին լապարասկոպիկ եղանակով, ճիշտն ասած դա շրջադարձային էր ինձ համար, որովհետև մինչ այդ ոնց ինչ որ կատարվում էր ու ինչը որ ես առնչվել էի Հայաստանում, դա մի վիրահատություն էր լապարասկոպիկ պրոստատեկտոմիա, որից որ վախենում էին բոլորը կամ շատերը վախենում էին դրանից ու բարդություններից եւ հիվանդի ապաքինումը հետվիրահատական շատ դժվարեցնող գործոններից էր, այսպես ասած։ Իսկ այնտեղ, երբ որ ես մեկնեցի ու տեսա թե ինչպես են այդ գործողությունը անում ու մի օր հետո ճանապարհում հիվանդներին տուն ու հիվանդները կարծես թե ոչ մի վիրահատություն չի կատարվել, ճիշտն ասած հասկացա, որ սա պետք է անպայման Հայաստանում կատարվի։ Պահպանելով Էրեբունի բժշկական կենտրոնի ավանդույթները, Արման Ծատուրյանը նոր շունչ եւ հնարավորություններ հավելեց։ Կարևոր է թիմային աշխատանքը վիրահատության ժամանակ։ Ես այնտեղ եղել եմ սանիտար, եղել եմ կամերան պահողը, հետո եղել եմ առաջի ասիստենտ, հետո եղել եմ վիրաբույժը։ Այսինքն անցել եմ բոլոր փուլերով, քանի որ շագանակագեղձի լապարասկոպիկ վիրահատությունը դա թիմային աշխատանք է։ Քանի որ ես մենակ էի գալիս այնտեղից, բնականաբար ես փորձել էի վերապատրաստվել, այսինքն բոլորի գործը հերթով անցել էի, որպեսզի կարողանայի իմանալ, թե օրինակ քույրը ինչ դժվարություններ կունենա վիրահատության ընթացքում, ասիստենտը ինչ դժվարություններ կունենա վիրահատության ընթացքում, որտեղ այդ բոլոր դժվարությունները, եթե դու ես վիրահատող բժիշկը, դու պետք է կարողանաս հսկես վիրահատության ընթացքում։ Շարունակելով համագործակցությունը, վերջերս Հայաստանում էր Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի լապարասկոպիկ տեխնոլոգիաների ղեկավար Պատրասի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Պանայոտիս Կալիդոնիսը, որն Արման Ծատուրյանի հետ Էրեբունի բժշկական կենտրոնում կատարել է բարդագույն վիրահատություններ, պրոստատեկտոմիաներ, շագանակագեղձի հեռացում լապարասկոպիկ եղանակով։ Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է, որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շագանակագեղձի քաղցկեղը երկրորդն է։ Այն հիմնականում առանց ախտանշանների է զարգանում եւ տղամարդը նույնիսկ չի կասկածում, որ քաղցկեղ ունի, իսկ բժշկի հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում։ Վիրահատում են միայն այն դեպքում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել։ Վաղուց հայտնի է լապարասկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն։ Հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի։ Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով հեռացնելու առավելություններն անհամեմատ շատ են, իսկ տղամարդու կյանքի որակի պահպանման առումով անգնահատելի։ Լապարասկոպիկ եղանակով մեծացված տեսնելով ամեն ինչը, մենք հնարավորություն ունենք նյարդերը պահպանել, հնարավորություն ունենք մկանային սֆինկտերը, այսինքն այդ սեղմանը պահպանել ավելի լավ, որի շնորհիվ էլ հետագա եւ էրեկցիլ ֆունկցիան եւ միզապահությունը ավելի լավ կլինի։ Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում հիվանդներին առաջարկվում է լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ամբողջ ճղթան, ինչը թույլ է տալիս ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն, նվազագույն բարդություններով եւ առավելագույն արդյունքներով։ Շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ անցնել ուրոլոգիական համալիր հետազոտություններ, խորհրդակցել մասնագետների հետ եւ մշտապես հետևել նրանց խորհուրդներին։